Այսօր հիշեցի մի դրվագ եւ պատմեցի հարգարժան Անժելային, ասեց իսկ միգուցե հնչեցնեք, հնչեցնեմ, գաղտնիք չի ասածս։ Եվ այսպես 2013 թվականին Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այսով ժամանել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ հարգարժան Վլադիմիր Պուտինը։ Այնտեղ փակ ընդունելություն եղավ եւ մեծարգո Սերժ Ազատովիչը իթիվս այլոց հրավիրել էր նաեւ ինձ ազգային միաբանություն կուսակցության նախագահին, ոչ հանրապետականին։ Մարդու, որը մինչ այդ շատ խիստ քննադատական դիրքերից էր գնահատում այն ժամանակվա իշխանություններին մինչ 2012 թիվը։ Ինչևէ, երբ գնալու էի այդ հանդիպմանը, նախորդ հարցրեցի Սերժ Ազատովիչին, մի քանի գիրք ունեմ, արժի բերեմ, նվիրեմ, որտեղ հայ-ռուսական բարեկամության մասին են եւ իմ մոտեցումները, իմ հիմնավորումները, ինչին ստացա հետեւյալ պատասխանը, անպայման հետդ վերցրու, իսկ այնտեղ իրավիճակից ելնելով կկողմնորոշվենք։ Մի խոսքով գրքերը վերցրեցի, երկու հաստափոր գիրքեր, մի 3 հատ էլ փոքր գրքույկներ, կասեմ սրանք ինչ գրքույկներ են։ Ինչևէ, անցել էր այդ միջոցառման 35-րդ րոպեին այն ժամանակվա նախագահական աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մոտեցավ, ասաց Արտաշես Մակոյանի, հիմա կարող եք տանել։ Ուրեմն գրքերը թևից տակ դրեցի, մոտեցա Սերժ Սարգսյանին, ասացի կարելի է գրքերը հանձնեմ Վլադիմիր Պուտինին, բնականաբար ռուսերեն ենք խոսում, ասեց ինձ ինչ ես հարցնում, իրեն հարցը, ասի դե կարգ կա, դուք եք ինձ հրավիրել, ձեզ եմ հարցնում, ծիծաղեցին, ինչևէ, ընծայագրեր կային, ընծայագրերը երբ կարդացի, ուրեմն շատ ուշադրությամբ Վլադիմիր Պուտինը նայեց, գրքերը տվեցի, նստած վերցրեց, դրեց սեղանի անկյունում, իսկույն օգնականները տանեն, ասի իսկ մի գիրք կա, ուզում եմ վերնագիրը կարդամ, եւ ասեց գիրքն էլ թարգմանված է, հրատարակված է 6 լեզուներով, ասեց իսկ ինչի 6 լեզուներով, ասեցի հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, թուրքերեն, որովհետեւ ասեցի լինելով ազգային ժողովում, ազգային ժողովի պատվիրակության ղեկավար ԵԱՀԿ-ում ես աշխատանքային բոլոր լեզուներով առավել կարևոր իմ տեսակետից հոդվածները թղթի եմ տալիս եւ այնտեղ բաժանում եմ։ Հիմա ձեզ էլ կարդամ, հարգելի դիտորդներ, Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է, ալտերնատիվ է вхождению Армении в Евразийский союз является война, գիրքը հրատարակվել է 2013 թվականին։ Երբ վերնագիրը ընթերցեցի, Վլադիմիր Պուտինը տեղից փոքր ինչ վերկացավ, ձեռքը մեկնեց ինձ, սխմեց շատ նենց հավեսով, դե կա ինքը ջուդո պարապածը, սեղմեց շատ ուժեղ եւ ասեց так вот и я об этом говорю, այդ ասելու սեղանակիցները բոլորը սկսեցին ծիծաղել բարձրաձայն, ըստ որում այդ սեղանին նստած էին Երջանկայի շատակ Գալուստ Գրիգորիևիչ Սահակյանը, ազգային ժողովի նախագահն էր, մեր վեհապար հայրապետը ամենայն հայոց կաթողիկոսը, ծայրագույն պատրիարք Գարեգին II-ը, Սերժ Ազատովիչ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը եւ ուրեմն Ռուսաստանի Դաշնության դեսպանը Կավալենկոն էր, եթե ճիշտ եմ հիշում, Վիչիսլավ Սերգեյիչ։ Ինչևէ, որից հետո նստեցի, ինչու հիշեցի այս դրվագը։ Դեռ 2013 թվականին, երբ նոր էր ձևավորում Եվրասիական տնտեսական միությունը, երբ երկու հիմնադիր անդամներն էին որոշված, այն է Բելարուսը եւ Ռուսաստանի Դաշնությունը, այդ աստիճան կարևորվում էր այդ հարցը, որովհետեւ արդեն իսկ 2013 թվականին
Ռուսաստանի Դաշնության նախագահ, ինչու՞ չէ նաև Բելարուսի նախագահ, իրենք գիտակցում էին, թե աշխարհ քաղաքական զարգացումները ինչ հունով են ընթանում եւ այդ ամենը դիմագրավելու, այդ վտանգներին դիմագրավելու համար ընդհանրապես մի ճանապարհ կա, այն է միավորել տնտեսական, ռազմական, քաղաքական ուժը, որպեսզի կարողանան դիմակայել հավաքական արևմուտքի, հատկապես անգլոսաքսերի, այն է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավի ագրեսիաներին։